Օդանավակայաններում սկսվում են թռիչքների կտրուկ կրճատումները, քաղաքացիական ավիացիոն դաշնությունը սահմանափակում է թռիչքները, իսկ հազարավոր ուղևորներ սպասում են անակնկալների։ Խաբեբաները ներկայանում են որպես այս-ի աշխատակից և թիրախավորում ներգաղթյալներին։ Գիտնականները խոսում են տիեզերքում աննախադեպ պայծառ բռնկման մասին, 10 տրիլիոն արեգակից էլ ուժեղ։ Գերագույն դատարանում վճռական վեճ է Թրամփի մաքսատուրքերի օրինականության շուրջ։ Այսօր մեր հաղորդման ընթացքում կբացահայտենք Նյու Յորք նահանգը, այն վայրը, որտեղ ծնվել է ամերիկյան ազատության գաղափարը, հնչել է հեղափոխության ձայնը և միահյուսվել են քաղաքային հզորությունը, բնության գեղեցկությունը ու մշակութային բազմազանությունը։ Այնպես որ դիտեք մեր հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, ես Ալլա Դավթյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Միացյալ Նահանգներում ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններով և լայքերով օգնել մեր նախագծին։ Անցնենք այսօրվա թեմաներին։ ԱՄՆ օդանավակայաններում աշխատակիցների պակասը շարունակում է լուրջ մարտահրավերներ նետել։ Քաղաքացիական ավիացիոն դաշնային վարչությունը հայտարարել է, որ սկսած ուրբաթ օրվանից երկրի 40 խոշորագույն օդանավակայաններում 10%-ով կրճատվելու է թռիչքների քանակը։ Այս որոշումը կարող է հանգեցնել օրական հազարավոր չվերթների չեղարկմանը։ Ավիացիայի դաշնային վարչության ղեկավարը և տրանսպորտի նախարարը հայտնել են, որ սահմանափակումները սկզբում կհասնեն մոտ 4%-ի, այնուհետև աստիճանաբար կմեծանան մինչև 10%։ Դրանք կգործեն ամեն օր, առավոտյան 6-ից մինչև երեկոյան 10-ը, բացառությամբ միջազգային չվերթների։ Բեդֆորդը շեշտել է, որ քայլը պայմանավորված է թռիչքների անվտանգության ապահովմամբ և ամենածանրաբեռնված օդային հանգույցների աշխատանքի կայունացմամբ։ Մեկնաբանելով կառավարության շաթդաունի շուրջ ստեղծված ճգնաժամը, Դոնալդ Թրամփը դեմոկրատների դեմ կրկին կոշտ ելույթով է հանդես եկել։ Նա շեշտել է, որ դեմոկրատները դարձել են ռադիկալացված խնդիր և ընդգծել, որ որևէ զիջման չի գնա։ Թրամփի այս հայտարարությունը համահունչ է նրա ներկայիս քաղաքական ռազմավարությանը։ Նա փորձում է միավորել հանրապետականներին և շաթդաունի մեղավորությունը ամբողջությամբ դնել դեմոկրատների վրա։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ նախագահի հռետորաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում դեռ չի սպասվում շաթդաունի լուծումը, և կողմերի միջև փոխզիջման հեռանկարը մնում է չափազանց թույլ։ Միլիոնատերերի թվով Միացյալ Նահանգները կրկին զբաղեցրել է աշխարհի առաջատար տեղը։ Նյու Յորքում հրապարակված զեկույցի համաձայն մոլորակի բոլոր միլիոնատերերի 38%-ը ապրում է հենց ԱՄՆ-ում։ Վերջին տարվա ընթացքում, հատկապես Դոնալդ Թրամփի վերադարձից հետո, միլիոնատերների թվի արագ աճ է գրանցվել։ Վերլուծաբանները դա կապում են խոշոր բիզնեսների համար սահմանված հարկային արտոնությունների և պետական վերահսկողության թուլացման հետ։ Ամերիկացի միլիարդատերերը շարունակում են գերիշխել նաև համաշխարհային հարստության վարկանիշներում։ Առաջին տասնյակում են Իլոն Մասկը, Լարի Էլիսոնը, Մարկ Ցուկերբերգը և Ջեֆ Բեզոսը։ Մարդիկ, ում կարողությունն այսօր ձևավորում է ոչ միայն տնտեսությունը, այլև տեխնոլոգիական աշխարհակարգը։ Լոս Անջելեսում դաշնային ներգաղթի գործողությունը դժգոհության ալիք է բարձրացրել։ ԱՄՆ քաղաքացու ձերբակալությունից հետո նրա 1 տարեկան երեխան մնացել է մեքենայի մեջ, միայնակ։ Դեպքը տեղի ունեցել Home Depot-ի կայանատեղիում, որտեղ զինված և դիմակավորված IC գործակալները երեխային չնկատելով տղամարդուն դուրս են բերել ավտոմեքենայից, ապա նստեցրել նրան մեքենան ու հեռացել։ Immigrant Defenders Law Center-ի ղեկավարի խոսքով, երեխային ավելի ուշ ընտանիքը վերցրել է Border Patrol-ի Լոս Անջելեսյան գրասենյակից։ Իրավապահները հայտնել են, որ տղամարդը ձերբակալվել է հարձակման փորձի մեղադրանքով, քանի որ քարեր է նետել գործակալների ուղղությամբ։ Բացի այդ, նրա մեքենայից գողացված ատրճանակ է հայտնաբերվել։ Իրավապահ փորձագետները նշում են, որ նման դեպքերում սովորաբար կանչվում են տարհանման ծառայություն, իսկ երեխան տեղափոխվում է ոստիկանություն։ Տղամարդու մայրը պատմել է, որ փոքրիկը հիմա անվտանգ է, սակայն ամուսնու գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Երեք հաղորդման ընթացքում իմ գործընկեր Լենա Կարապետյանը հաղորդել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման մասին, այսօր արդեն հրապարակվել են արձակման կադրերը։ Վանդենբերգի ռազմաբազան հաստատում է, որ արձակումն անցկացվել է պլանային կերպով և հրթիռը հաշվարկվել է առանց մարտական գլխիկի։ Պայմանագրով արձակումը հսկվել և կառավարվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռից, ինչը ապահովում է միջմայրցամաքային ուժերի վերահսկման շարունակական հասանելիությունն ու ճշգրտությունը։ Բազայի հաղորդագրության համաձայն ընթացակարգը իրականացվել է ըստ բոլոր անվտանգության նորմերի և դիտարկվել է որպես վերազինման ռեժիմ։
Դաշնային գործակալները Չիկագոյում ձերբակալել են իսպանախոս մանկապարտեզի ուսուցչու, հենց դասերի մեկնարկի պահին։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան երեխաների ծնողների եւ մանկավարժների աչքի առջև։ Այսի զինված գործակալները ներխուժել են մանկապարտեզ եւ դուրս բերել ուսուցչուհուն, ինչը ականատեսները նկարագրել են որպես սարսափելի եւ ցնցող տեսարան։ Քաղաքային ավագանի Մեթ Մարտինը հայտարարել է, որ տեսագրությունները ցույց են տալիս երեխաների լացը եւ ծնողների խուճապը։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ գործակալները փորձել են կանգնեցնել մի մեքենա, որի մեջ եղել է ուսուցչուհին։ Վարորդը չի կանգնել եւ փորձել է թաքնվել մանկապարտեզում։ Գործակալները կնոջը ձերբակալել են մուտքի մոտ։ Մանկապարտեզը փակվել է, իսկ համայնքը պահանջում է ուսուցչուհու ազատ արձակումը։ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով Դոնալդ Թրամփի վարչակազմի ընթացքում չեղարկվել է մոտ 80,000 վիզա։ Վիզաների մեծ մասը չեղարկվել է իրավախախտումների պատճառով։ Պաշտոնական տվյալներով մոտ 16,000 վիզա չեղարկվել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ վարելու համար, 12,000 հարձակումների, իսկ 8,000 գողության համար։ Բացի այդ, պետդեպը նախկինում հայտնել էր ավելի քան 6,000 ուսանողական վիզայի չեղարկման մասին, ժամկետի գերազանցման եւ օրենքի խախտման դեպքերով։ Նույն ժամանակ 6 մարդու մուտքը արգելվել է սոցիալական ցանցերում պահպանողական ակտիվիստ Չարլի Քյուրքիս մահվան վերաբերյալ արված մեկնաբանությունների պատճառով։ Արդեն մի քանի դեպք է գրանցվել տարբեր նահանգներում, երբ մարդիկ ներկայացել են որպես IC գործակալներ եւ որպես իրավապահ, հանդես գալով կողոպուտներ, առևանգումներ եւ նույնիսկ սեռական հարձակումներ են կատարել։ FBI-ի հաղորդմամբ նման դեպքերը վտանգավոր են հատկապես այն շրջաններում, որտեղ ներգաղթյալների թիվը բարձր է։ Նրանք խուճապից եւ պահի լարվածությունից հաճախ չեն հասկանում, որ իրենց խաբում են։ Բյուրոն ընդգծել է, որ յուրաքանչյուր իրական գործակալ պարտավոր է ցույց տալ իր ծառայողական վկայականը եւ հստակ բացատրել, թե որ կառույցից է։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նման իրավիճակներում չվախենալ, ստուգել վկայականը կամ համոզվելու համար զանգահարել ոստիկանություն։ Լոս Անջելեսում 110 մայրուղու վրա վարորդները ճանապարհի մեջտեղում ընկած մարդու դի են տեսել։ Դեպքը տեղի ունեցել քաղաքի հարավային հատվածում, առաջացնելով խուճապ եւ երկար խցանումներ։ Մի քանի վարորդ կանգնեցրել են մեքենաները, փորձելով օգնել փրկարարներին եւ ոստիկանությանը։ Իրավապահները դեռ չեն հայտնել դեպքի մանրամասները, սակայն նախնական վարկածով հնարավոր է, որ մարդը ավտովթարի զոհ է դարձել։ Միևնույն ժամանակ քննիչները չեն բացառում նաև հանցագործության տարբերակը, ենթադրելով, որ մարմինը կարող է միտումնավոր նետված լինել մայրուղու վրա։ Տարածքը ժամանակավորապես փակվել է, ոստիկանությունը ուսումնասիրում է ճանապարհի տեսագրությունը։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ում տնային տնտեսությունների ընդհանուր պարտքը հասել է պատմության ամենաբարձր ցուցանիշին՝ 18.6 տրիլիոն դոլարի։ Սա 197 միլիարդով ավելի է, քան անցած եռամսյակում, եւ ավելի քան 4.4 տրիլիոնով գերազանցում է համավարակից առաջ եղած մակարդակը։ Ըստ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի, ուսանողական վարկերը հասել են 1.65 տրիլիոն դոլարի, եւ գրեթե յուրաքանչյուր 10-րդ վարկառու արդեն 3 ամսից ավել ուշացնում է վճարումները։ Կրեդիտ քարտերի պարտքը նույնպես աճել է, հասնելով 1.23 տրիլիոն դոլարի, ինչով պատմական ռեկորդ է։ Մասնագետները նշում են, որ ընդհանուր իրավիճակը դեռ կայուն է, բայց հատկապես երիտասարդների շրջանում պարտքերի բեռը գնալով ավելանում է։ Գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենահզոր տիեզերական երևույթը՝ հսկայական սև խոռոչը կլանել է աստղ, առաջացնելով պայծառություն, որը գերազանցել է 10 տրիլիոն արեգակների լույսը միասին վերցրած։ Պայթյունը նկատել են Կալիֆոռնիայի աստղադիտարանում դեռ 7 տարի առաջ։ Այն տեղի է ունեցել մոտ 10 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող գալակտիկայում, որտեղ մոտ 500 միլիոն արեգակի զանգված ունեցող սև խոռոչը գրավիտացիոն ուժով քաշել եւ մասնատել է աստղը, առաջացնելով ալիքային ավեր կոչվող երևույթ։ Պայթյունը, որը սովորաբար մարում է մի քանի ամսում, շարունակվում է արդեն 7 տարի, ինչը դարձնում է այն տիեզերագիտական պատմության մեջ եզակի դեպք։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ Գերագույն դատարանը սկսել է քննարկել Դոնալդ Թրամփի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի օրինականությունը։ Գործը Գերագույն դատարան է հասել այն բանից հետո, երբ ստորին ատյանները որոշել էին, որ Թրամփի վարչակազմը գերազանցել է իր լիազորությունները, օգտագործելով 1977 թվականի արտակարգ դրության մասին օրենքը տնտեսական նպատակներով։
Դեմոկրատ նահանգապետերի ղեկավարած 12 նահանգ եւ 3 խոշոր բիզնես միություն պնդում են, որ նախագահը չի կարող այդ օրենքը կիրառել մաքսատուրքերի քաղաքական որոշումների համար։ Թրամփը իր հերթին հույս ունի, որ Գերագույն դատարանը, որտեղ պահպանողական դատավորներ մեծամասնություն են կազմում, կպաշտպանի իր որոշումը, նշելով, որ մաքսատուրքերը ամրապնդում են ԱՄՆ տնտեսությունը եւ պաշտպանում ազգային շահերը։ Այս գործը դիտվում է որպես նախագահական լիազորությունների կարևորագույն փորձություն։ Եթե դատարանը ճանաչի տուրքերը օրինական, Թրամփի վարչակազմը կարող է ստանալ տրիլիոնավոր դոլարների եկամուտ եւ ստեղծել նախադեպ, որը թույլ կտա ապագա նախագահներին տնտեսական նպատակներով արտակարգ լիազորություններ կիրառել։ North Hollywood թաղամասում ամուսնական զույգի առավոտյան զբոսանքը վերածվել է սարսափի, երբ նրանց 4 տարեկան շունը հանկարծակի սկսել է տարօրինակ վարք դրսևորել։ Ավելի ուշ պարզվել է, որ կենդանին պատահաբար մեթամֆետամին է կուլ տվել։ Տերը պատմել է, որ շունը անհանգիստ էր, աչքերը արագ էին շարժվում, շնչառությունը ծանր, իսկ անասնաբույժի մոտ նրա ջերմաստիճանը հասել էր 103 աստիճան ըստ Ֆարենհայթի։ Թեստերը ցույց են տվել, որ նրա օրգանիզմում թունավոր նյութեր կան։ Բժիշկը նշել է, որ նման դեպքերը Լոս Անջելեսում շատացել են, ըստ տվյալների, մի քանի օրը մեկ կենդանիներ են թունավորվում փողոցում մնացած թմրանյութերից։ Տերը պատմել է, որ սա արդեն երկրորդ դեպքն է։ Մի քանի ամիս առաջ շունը մարիխուանա էր կուլ տվել։ Բժիշկը զգուշացրել է, որ մեթամֆետամինի գերդոզավորումը կարող է մահացու լինել կենդանիների համար, իսկ տերը հույս է հայտնել, որ իր պատմությունը կօգնի մյուսներին նման իրավիճակներից խուսափելու համար։ Այս տարի Լոս Անջելեսում արդեն 61 չղջիկի մոտ հայտնաբերվել է կատաղության վիրուս, ինչը քաղաքի պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նման դեպքեր վերջին անգամ եղել էին 2021-ին, երբ արձանագրվել էր 68 վարակ։ Մասնագետները ասում են, չղջիկների վարակվածության դեպքերը վերջին տարիներին աճել են։ Նահանգային բժիշկ Մունտու Դեվիսը զգուշացրել է, որ չղջիկները կարևոր դեր ունեն բնության մեջ, բայց կարող են կրել մահացու վիրուսներ։ Եթե տեսնում եք հիվանդ կամ ցերեկը թռչող չղջիկ, չդիպչեք, անմիջապես տեղեկացրեք առողջապահական մարմիններին։ Բժիշկները հիշեցնում են, որ վարակը կարող է փոխանցվել անգամ առանց նկատելի խայթոցի, եթե չղջիկի թքի կամ հյուսվածքի մասնիկները անցնեն մարդու մաշկի, աչքի, քթի կամ բերանի միջոցով։ Նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծ մասը կյանքի թանկացման հիմնական պատասխանատու է համարում Դոնալդ Թրամփին։ Հարցվածների 59%-ը կարծում է, որ հենց Թրամփն է մեղավոր բարձր ինֆլյացիայի համար, նույնիսկ հանրապետականների 20%-ն ընդունում է, որ նախագահի քաղաքականությունը նպաստել է գների աճին։ Հարցման տվյալներով ամերիկացիների 70%-ը նշել է, որ այսօր ավելի շատ գումար է ծախսում մթերքի վրա, քան 1 տարի առաջ, իսկ 59%-ն ընդգծել է նաև կոմունալ ծառայությունների թանկացումը։ Միայն 6%-ն է հայտնել ծախսերի նվազման մասին։ Թեև վիճակագրական բյուրոն արձանագրել է գնաճի դանդաղում, բնակչության զգալի մասը շարունակում է ֆինանսական ճնշում զգալ, հատկապես սննդամթերքի եւ կոմունալ վճարների աճի պատճառով։ Մսի եւ ձվի գները բարձրացել են մոտ 12%-ով, իսկ շաթդաունի հետևանքով դադարեցված սննդային ծրագրի պատճառով օգնության կազմակերպությունները նախապատրաստվում են ծանրաբեռնվածության աճին։ Հարցվածների 58%-ը նաև կարծում է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վնասում են տնտեսությանը։ Այդ կարծիքը կիսում են գրեթե բոլոր դեմոկրատները եւ հանրապետականների մոտ 1/4 մասը։ Starbucks-ի աշխատակիցները որոշել են լայնածավալ գործադուլ սկսել Սուրբ Ծննդից առաջ նոյեմբերի 13-ին։ Հենց այդ օրն է ամեն տարի անցկացվում Starbucks-ի ամենասպասված միջոցառումը Red Cup Day-ը, եթե մինչ այդ կողմերը չհասնեն համաձայնության, գործադուլը կարող է ընդգրկել ավելի քան 25 քաղաքներ։ Միությունը, որը ներկայացնում է մոտ 9000 աշխատող, ասում է, որ Starbucks-ը միտումնավոր ձգձգում է բանակցությունները եւ անտեսում աշխատողների պահանջները։ Եթե մեզ չլսեն, թող չզարմանան, երբ սրճարանները փակվեն, ասել է միության ներկայացուցիչ Միշել Այզենը։ Իսկ Starbucks-ի ղեկավարությունը պնդում է, որ աշխատակիցների պահանջները անհիմն են, քանի որ ընկերությունը արդեն առաջարկում է բարձր աշխատավարձ։ Միջինում ժամական $19 աշխատավարձով եւ լայն սոցիալական փաթեթներ։ Այս վեճը շարունակվում է արդեն 4 տարի եւ աշխատողների ու ղեկավարության միջև դարձել է ամենախոշոր բախումներից մեկը։ Այս օրերին որոշվում է Իլոն Մասկի ապագան Տեսլայում։ Բաժնետերերը պետք է քվեարկեն հաստատել արդյոք նրա պատմական $1 տրիլիոն արժողությամբ պարգևատրությունը, թե ոչ։ Քվեարկությունը կանցկացվի Թեքսասում ընկերության տարեկան ժողովին։
Քննադատները ծրագրին դեմ են, այն համարելով չափազանցված, իսկ Մասկը եւ Տեսլայի ղեկավարությունը զգուշացնում են, որ մերժման դեպքում նա կարող է լքել ընկերությունը։ Մասկի խոսքով Տեսլայի վերահսկողությունը կարող է ազդել քաղաքակրթության ապագայի վրա։ Նոր ծրագիրը նախատեսում է վճար, եթե Տեսլայի արժեքը հասնի $2 տրիլիոն եւ վաճառվի 20 միլիոն մեքենա։ Նախաձեռնությանը դեմ է նաեւ Նորվեգիայի պետական ներդրումային ֆոնդը, որը Տեսլայի խոշոր բաժնետերերից է։ Մեր հաղորդումների ընթացքում մենք արդեն պատմել ենք Նյու Յորք քաղաքի մասին, աշխարհի ամենահայտնի մետրոպոլիայի, բայց այսօր խոսելու ենք հենց Նյու Յորք նահանգի մասին։ Սա այն վայրն է, որտեղ ձևավորվեց ամերիկյան ազատության գաղափարը, ծնվեց քաղաքական բազմազանությունը եւ միաժամանակ այստեղ են միահյուսվում բնության անսահման գեղեցկությունն ու քաղաքային հզորությունը։ Նյու Յորք նահանգը հիմնադրվել է 1788 թվականին եւ հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնադիր նահանգներից մեկը։ Առաջին եվրոպացի հետախույզներն այստեղ հասել էին դեռևս 1609 թվականին Հոլանդիայի առևտրական Հենրի Հադսոնի գլխավորությամբ, որի անունով էլ կոչվեց Հադսոնի գետը։ Շուտով հոլանդացիները հիմնեցին Նյու Ամստերդամ գաղութը, ապագա Նյու Յորք քաղաքի նախատիպը։ Սակայն 1664-ին բրիտանացիները գրավեցին տարածքը եւ այն վերանվանեցին Նյու Յորք, Անգլիայի Յորքի դքսի պատվին։ Նահանգի պատմությունը սերտորեն կապված է անկախության պայքարի եւ ամերիկյան հեղափոխության իրադարձությունների հետ։ Նյու Յորքը դարձավ այն տեղը, որտեղ ստորագրվեցին առաջին ազատագրական փաստաթղթերը եւ որտեղից սկսվեց հյուսիսային ամերիկյան տնտեսական բումը։ 19-րդ դարում կառուցվեց Erie ջրանցքը, որը Նյու Յորքը կապեց մեծ լճերի հետ եւ վերածեց այն արդյունաբերության եւ առևտրի կենտրոնի։ Բնությամբ Նյու Յորքը չափազանց բազմազան է, եթե հարավում գտնվում են խիտ բնակեցված մեգապոլիսներ, ապա հյուսիսում ընդարձական տառներ, լեռներ ու հարյուրավոր լճեր։ Ադերոնդակ եւ Քեթսքիլ լեռնաշղթաները համարվում են նահանգի ամենագեղեցիկ վայրերից, հարուստ կենսաբազմազանությամբ եւ զբոսաշրջային երթուղիներով։ Արևմուտքում Նիագարայի հսկայական ջրվեժը տարիներ շարունակ եղել է աշխարհի ամենահայտնի բնության հրաշալիքներից մեկը։ Մշակութային առումով Նյու Յորքը կարելի է համարել փոքրիկ աշխարհ։ Այստեղ են ծնվել բազմաթիվ երաժշտական եւ արվեստի շարժումներ՝ ջազը, պանկը, աբստրակտ էքսպրեսիոնիզմը։ Նահանգի քաղաքները Ալբանին, Բաֆալոն, Ռոչեսթերը ունեն իրենց մշակութային ինքնությունը, համալսարանները իրենց գիտական ժառանգությունը։ Նահանգի համալսարանական համակարգը համարվում է ամենամեծ հանրային կրթական ցանցերից մեկը։ Նյու Յորքում գործում են մի շարք յուրահատուկ օրենքներ, որոնցից մի քանիսը նույնիսկ զավեշտալի են թվում։ Օրինակ, Իթհակա քաղաքում անօրինական է աղմկել առանց թույլտվության, իսկ Գրինում արգելվում է քայլել փողոցով սայլակի վրա կանգնած։ Բայց միաժամանակ նահանգը հայտնի է նաև իր առաջադեմ օրենքներով։ Այստեղ առաջիններից էր, որ օրինականացրեց միասեռ ամուսնությունները եւ խստացրեց զենքի վերահսկողությունը։ Քաղաքականապես Նյու Յորքը համարվում է ամենաազատամիտ նահանգներից, այն հիմնականում աջակցում է դեմոկրատական կուսակցությանը եւ կարևոր դեր ունի նախագահական ընտրություններում իր 29 ընտրական ձայնով։ Նահանգի քաղաքական կենտրոնը Ալբանի քաղաքն է, որտեղ ընդունվում են օրենքներ, որոնք հաճախ օրինակ են ծառայում ամբողջ երկրի համար։ Տնտեսապես Նյու Յորքը երկրորդ ամենահզոր նահանգն է ԱՄՆ-ում Կալիֆոռնիայից հետո։ Այն առաջատար է ֆինանսների, մեդիայի, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում։ Գյուղատնտեսությունը կենտրոնացած է հյուսիսային շրջաններում, կաթնամթերք, խնձոր եւ գինի արտադրելով։ Վերջին տարիներին նահանգը նաեւ ներդրումներ է անում վերականգնվող էներգիայի եւ կանաչ արդյունաբերության զարգացման մեջ։ Նյու Յորքը նաև մեծ հայ համայնքի տուն է, հատկապես Նյու Յորք քաղաքում, Գլենդելում, Բաֆալոյում եւ Լոնգ Այլենդի մի քանի քաղաքներում։ Հայերը ակտիվ մասնակցություն են ունենում մշակութային եւ հասարակական կյանքում, կազմակերպելով տոնավաճառներ, հիմնելով դպրոցներ ու եկեղեցական համայնքներ։ Նյու Յորք նահանգը ոչ միայն ամերիկյան պատմության, այլև մշակույթի, տնտեսության ու ժողովրդավարական արժեքների խորհրդանիշ է։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը, ինչպես միշտ, 5:30-ին։ Ցտեսություն։